Բարև ձեզ։ Միշել Ֆուկոն հատուկ տեսակի տարածության իր հասկացության հետերոտոպիաների մեջ տեսնում է նաև արևելյան այգին և նրա տարածական արտացոլումը՝ գորգը։ Գորգը հավասարակշռված աշխարհ է, որտեղ ամեն բան ունի իր տեղը։ Այնտեղ կա հավասարակշռություն, կենտրոն և կողմեր, ուղղվածություն և չափ։ Այստեղ ամեն ինչ վերահսկվում է, գեղեցկությունից մինչև ամենափոքրիկ նախշազարդի լինելու իրավունքն անգամ։ Օր 6-րդ հաղորդաշարի այսօրվա հյուրը արվեստաբան Անուշ Հակոբյանն է։ Բարև ձեզ, Տիկին Հակոբյան։ Ողջույն։ Շնորհակալ ենք մեր հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Ինչպես Ֆուկոն է ասում, գորգը կարգավորված աշխարհ է, որտեղ կա գեղեցկություն և տրամաբանություն։ Իսկ ինչ է ասում այն փաստը, որ գորգը որպես ուրույն աշխարհ, որպես հետերոտոպիա ստեղծված է կնոջ կողմից։ Ինչ է պատմում գորգը կնոջ մտածած, հորինած և ստեղծած զարդերի, գեղեցկության, տրամաբանության մասին։ Ձեր հարցն այնքան ընդգրկուն է, որ կարելի է մի քանի մասի բաժանել եւ մի քանի մասով խոսել։ Նախ ստեղծվելու մասին, նախշերի ստեղծվելու։ Նախշերը չեն հորինվել։ Նախշերը հանդիսանում են որևէ գիտելիքի ֆորմա, ձև, պատկերային արտացոլում։ Հորինվում են դեկորատիվ նախշերը։ Նրանք, որով շատ համաշխարհային գորգագործության, եթե գորգի մասին ենք խոսում, գորգագործության պատմության մեջ շատ կան տարբեր ազգերի գորգեր կամ գործվածքներ, որոնք այո, զարդարված են, զարդանախշված են դեկորատիվ պատկերներով։ Եվ միանգամից տարբերությունը զգացվում է։ Մեր գորգերի մեծագույն արժեքներից մեկը հենց այն է, որ մեր նախշերը, դրանք սիմվոլներ են, դրանք նշանագրեր են, ինչպես Անահիտ հեքիաթում է մեր նշանավոր նշվում, չէ՞, հիշում եք Վաչագան թագավորը թաքուն գաղտնի գրերով գործեց գորգի վրա գիրը իր եւ տեղեկացրեց իր թագուհուն, չէ, իր գերության մասին։ Մեր գորգերը նշանագրեր են, այնպես ինչպես ժայռապատկերները։ Եվ գալիս է մեր ընդհանրապես հայկական զարդարվեստի ակունքը եւ իմաստը, իմաստնաբանությունը, խորհրդաբանությունը գալիս է դեռևս մեր ակունքներից։ Փորձեմ ավելի ամփոփ ամբողջական ձևի բերել ասելիքս։ Կա պատկերացնենք անմարմին հոգևոր գիտելիք, աշխարհընկալում ասենք։ Այո։ Աշխարհընկալումը վերածվում է ֆորմայի, վիզուալ ֆորմայի այս դեպքում նշանի ձևով, որը հնագույն ժամանակներում հայ մարդը զետեղում է խեցեղենի վրա, իր մարմնին, իրեն պաշտպանելու համար, իր կենցաղում, իր միջավայրում է տեղադրում տարբեր տեղերում, որ տարբեր տեսակի, այսպես ասենք, զորություններ բերի իր տուն կամ պաշտպանի կամ պտղաբերության էլեմենտ, ամենատարբեր տեսակի, որից հետո ժամանակի մեջ այդ նշանները, պարզ նշանները, որոնցից իդեպ որոշները անփոփոխ տարազում են, փոխանցվել են տարազ։ Գորգում էլ իհարկե կա, բայց տարազում հատկապես կետանախշը, շրջանակը եւ այլն համարյա անփոփոխ են մնացել, եռանկյունները եւ այլն։ Ահա, ժամանակի ընթացքում վերածվում է արդեն մշակված զարդանախշի։ Եվ իր տեղն է գտնում այդ նույն նշանը եւ տարազի վրա։ Նույն կերպ շարունակվում է։ Իդեպ մեր ժողովուրդը մենք անցել ենք բարդ ճանապարհ պատմական։ Շատ ու շատ գիտելիքներ մոռացվել են։ Եվ ամեն լավագույնս մեր ակունքին մոտ մնացել է ժողովուրդը, նույնիսկ առանց ընկալելու, ժողովրդական ծեսով, տարազի զարդանախշմամբ, ասեղնագործությամբ, գորգագործությամբ, արհեստներով, հիշողության, տրադիցիայի ուժով նույնիսկ առանց հասկանալու երբեմն ինչ է անում, տատիկս էսպես էր անում, ինձ սովորացրել է, ինքը կրկնել է։ Եվ իդեպ դրա շնորհիվ մենք ունենք այսօր պատկերացում մեր վաղ գորգերի մասին, որտեղ այդ տրադիցիայի ուժով մենք միջնադարի մեր պատմության նույն ընթացքում չէ շատ են կողոպտվել եւ հայկական գորգը պատմականորեն ամենաարժեքավոր ավարներից մեկն է եղել։ Եվ այսօր մենք քիչ ունենք վաղ պահպանված 2-3 օրինակ, իհարկե հնագիտական պեղումներից Արենիի քարանձավից ունենք պատառիկներ պահպանված միջնադարյան գորգեր եւ այլ զարգացած միջնադարից, սակայն մենք կարողանում ենք պատկերացում կազմել գլխավորապես 17-18-րդ դարերի, 19-րդ դարի գորգերին նայելով, հենց այդ տրադիցիայի ուժով պահպանել են, ինչի համար ես ամեն անգամ ներքուստ այդպես խոնարհում եւ շնորհակալություն եմ հայտնում եւ ծեսում եւ այլն։ Հիմա վերադառնամ։ Նախշազարդը փաստորեն ոչ թե գծած, նկարված, ստեղծագործած երևույթ է, այլ լավագույն դեպքում կամ ծայրահեղ դեպքում որոշակիորեն ոճավորված նախշ, որը արտացոլում է, կրկնում է կամ նույնիսկ կարելի ասել են հնագույն նշանները,
որոնք կան ոչ միայն գորգի վրա, այլ այլուր եւ արտացոլում է այն գաղափարը, որը կա նաեւ ծեսում, սովորույթներում եւ այլն։ Սա նախշազարդի վերաբերյալ։ Հետևաբար սրանում է առաջին հերթին կամ առաջին կարևոր դեպքերից մեկում հայ գորգի առանձնահատկությունը։ Ես տեխնիկական առանձնահատկությունների մասին չեմ խոսում եմ զարդանախշի մասին։ Երկրորդը կնոջ ինչու է կինը ստեղծել, ինչու է հիմնականում կինն արել։ Կինը հայ մշակույթում միշտ եղել է իր բարձր դիրքի վրա։ Այն ինչ հետո եղել է տարբեր հարևան ժողովուրդների հետ հարևանության արդյունքում կնոջ հանդեպ վերաբերմունք եւ այլն նեգատիվ երևույթներ հանրության շրջանում դրանք ձեռքբերովի են։ Դա է ապացուցում մեր դիցաբանությունը, Անահիտ դիցուհու իրականությունը արդեն իսկ մայր դիցուհի պաշտելի եւ այլն իգական սկզբի պաշտամունքը նկատի ունեմ։ Էպոսի կանայք ինչ հիշեմ, ժողովրդական հարսանիքում թագվոր եւ թագուհի, հավասար դիրքերի վրա են, փեսան թագվոր է, հարսը թագուհի, մեծ մայրը ապի հետ միասին, մեծ պապի հետ միասին, հավասար ամեն մեկն իր այդպես գահի վրա հավասարապես նստած, ամեն մեկը իմաստուն կերպով իր բաժինը բաժանած պարտականությունները եւ պատասխանատվությունը կառավարել են նահապետական ընտանիքը եւ այլն։ Եվ հետեւաբար կարևորագույն մեր ժողովուրդը էլ եմ ասում եւ հնագույն դա մեր իմաստությունից եւ գիտելիքից գալով եւ հետո ժողովուրդը շարունակել է սովորույթի ուժով կանայք իրենց վրա կրել են կարևորագույն արարչական ֆունկցիան։ Մեր հայկական ժողովրդական ասացվածքի շեցի կինը տանսյունն է, չէ՞, պահողն է, օճորքն է եւ այլն։ Ներսի պատը կին է, դրսի պատը տղամարդն է, այդպիսի արտահայտություն էլ կա։ Արարչական սկիզբը դա իգական սկիզբն է, այսինքն արարում է եւ ընդհանրապես համաշխարհային տարբեր դիցարաններում մենք կամ առանցպելաբանության մեջ այս երևույթը տեսնում ենք։ Իգական էլեմենտը արարում է, առնական էլեմենտը իրագործում եւ գործողության մեջ է դնում։ Եվ հետեւաբար արարչական այս process-ը գորգի նախշի, գորգը գործելու process-ի այդ շարժման կարգու կանոնի եւ դաշնակցության հաստատումը իմ կարծիքով բնական է, որ պիտի կինն աներ։ Ինչպես ասեղնագործության դեպքում, ինչպես տարազի զարդանախշման դեպքում, ինչպես խոհանոցի դեպքում եւ դրա համար պատահական չէ, որ տան ներսը կնոջ ասում են թագավորությունն է, չէ՞, իր բոլոր էլեմենտներով, որովհետեւ ջերմությունը, լիությունը, առատությունը, պտղաբերության ակունքը, այս դեպքում կինը բխողն է եւ ապահովում է տան մեջ կինը։ Այո։ Դրսի պատը պաշտպանում է բոլոր արտաքին վտանգներից այդ ամենը։ Արևելյան մի շարք երկրներում, Չինաստանում, Հնդկաստանում, Պարսկաստանում նրբորեն հյուսված գործվածքները մեծ հաշվով համարվում են, անվանվում են արևելյան գորգ։ Ինչպես է հայկական գորգագործության մշակույթը իր տեխնիկայով, իր ձեր նշած զարդանախշերով, իր գույներով, համադրություններով հարաբերվում արևելյան գորգի հետ։ Արդյոք հայկական գորգագործության մշակույթը տեղավորվում է այդ համակարգի մեջ, թե ինքը հանդես է գալիս իբրև առանձին միջուղ։ Ինձ եթե որպես արվեստաբանի հարցնեք, ես գորգագետ չեմ, ես արվեստաբան եմ, որը գորգը դիտարկում է, գորգի ուսումնասիրությունը ընդհանուր հայ մշակույթի որպես տարերից բաղադրիչներից մեկը։ Ես սա ուզում եմ նաև ամեն դեպքում ընդգծել, եւ եթե ես որպես արվեստաբան պատասխանեմ, ես իհարկե կառանձնացնեմ, այնպես ինչպես հայկական լեռնաշխարհի մշակույթը առանձնանում է շրջակա արևելյան մշակույթից։ Եվ դրա համար տեխնիկական տարբերություններ կան արևելյան գորգի, դրա համար կան իմաստնային, զարդանախշի տարբերություններ, տարբերությունները շատ են։ Այդ հարցին իհարկե լավագույնս ես ուզում եմ նաև առիթը օգտագործելով նշել, իհարկե լրացուցիչ ներկայացնելը երբեք չի խանգարի, լավագույնս կպատասխաներ Աշխունչ Պողոսյանը, իմ գնահատմամբ լավագույն գորգագետը մեր իրականության մեջ եւ գորգագիտության հիմնադիրը ըստ էության հայկական իրականության մեջ, սակայն կարծում եմ պարոն Պողոսյանը եւս կհամաձայնի, որ պետք է իմ կարծիքը հետեւյալն է, պետք է առանձին դիտարկել։ Ճիշտ է, օրինակ Ֆոլկմար Գանցորնը, որը հայկական գորգի լավագույն գիտակներից մեկն է, իդեպ իրեն եւս մեկ շնորհակալություն ապացուցեց, որ Պազիրիկ գորգը զարդանախշով, Պազիրիկ գորգը իհարկե միակ ապացույցները չեն, խոսքը վերաբերում է Քրիստոսից առաջ
5-րդ դարի Բազիլիկ Գորգին, որը բազմաթիվ այդպես վեճերի առիթ էր տվել, նույնիսկ Էրմիտաժում է պահպանվում, ցուցադրված էր որպես այլ մշակույթ եւ այլն, ապացուցեց, որ ուրարտական գորգ է, ելնելով Զարդանախշի ուսումնասիրությունից։ Իհարկե, քանի որ այդ մասին խոսեցինք, կան այլ ապացույցներ եւս եւ հանգույցը, եւ Որդան Կարմիրով ամենակարևորներից մեկը երթերևս Որդան Կարմիրով ներկված լինելը եւ այլն։ Բայց օրինակ Ֆոլկմար Գանցորնը արևելյան գորգի շարքում է, եթե ես սխալ չեմ հասկացել հեղինակին, դիտում։ Ես կարծում եմ, որ իհարկե առանձին է, չպիտի դիտել արևելյան գորգի շարքում, այլ որպես ինքնուրույն երևույթ, որը ինքնուրույն է եւ իր ասելիքով, եւ իր կիրառությամբ, գործածությամբ, եւ իր տեխնիկայով, եւ իր զարդանախշով։ Դուք հիշատակեցիք Որդան Կարմիրով ներկված գորգի մասին։ Ես կուզեի խոսել կարմիրի նշանակության մասին։ Շատ տարեգիրներ բազմաթիվ հետաքրքիր վկայություններ են բերել հայկական կարմիր գորգի մասին, թե որքան թանկ էին դրանք վաճառվում, եւ նույնիսկ պատմում են, որ Կահիրեի վաճառատներում մորեգույն գորգերը, որոնք ըստ էության ոչ մի կապ չունեին հայկական գորգերի հետ, այնուամենայնիվ թանկ էին վաճառվում ավելի, քանի որ գույնի առումով առնչություն ունեին հայկական գորգերի հետ։ Եվ այդ կարմիր թելերի արանքներում հյուսվել են նաև լեգենդներ, հետաքրքիր պատմություններ հայկական կարմիր գորգի մասին, ասում են, որ եգիպտական թագուհի Կլեոպատրան իր մերկ մարմինը փաթաթել է հայկական կարմիր գորգով, որպեսզի Փարոս կղզում գնա եւ հանդիպի Հուլիոս Կեսարի հետ, ասում են Ալեքսանդր Մակեդոնացին իր վերջին ժամերը ապրել է կարմիր գորգի վրա պառկած եւ մահկանացուն կնքել է հենց հայկական կարմիր գորգի վրա եւ ենթադրելի է որ Որդան Կարմիրից ստացած գույնը նկատի ունեն, բայց չեմ կարծում թե այն պարզապես գույն է կամ միայն Որդան Կարմիրից ստանալու այդ բացառիկ մենաշնորհն է հարցը կարմիրի մեջ։ Ինչ մշակութային ենթաշերտեր ունի կարմիրը գորգագործության մեջ հայկական։ Կլեոպատրա թագուհին, ապագա թագուհին, դեռ այդ ժամանակ թագուհի չէր, չէ, իր իգական կանացի ուժն է ստացել կարմիրից։ Եվ գալով հիմա կբացեմ ես ասելիքս, եւ գալով Ալեքսանդր Մակեդոնացու վերաբերյալ ձեր մեջբերմանը, հիշենք մեր ժողովրդական սովորույթը, երբ հանգուցյալին ճանապարհելուց առաջ գորգի վրա էին դնում, չէ, կամ նորապսակների թիկունքում մինչև վերջին տարիները գորգ էին կպցնում։ Դա իհարկե ունի իր նշանակությունը այն առումով, բացի կարմիրից, կարմիրի մասին առանձին կխոսեմ։ Գորգի զարդանախշերի զորությամբ համապատասխան օրհնություն ստանալ պաշտպանության, պտղաբերության, լիության, առատության եւ այլն։ Իսկ հանգուցյալի դեպքում մաքրման, հարգանքի եւ վերջին ճանապարհի, այսինքն գլխավորապես մաքրման եւ պաշտպանության, որին որ խաղաղ կարողանա իր վերջին անցումը կատարել, իր հանգրվանը գտնել։ Եվ ընդհանրապես, քանի որ այդ մասին խոսեցինք, ուղիղ հարցի հետ կապ չունի իհարկե, բոլոր կարևոր դեպքերում կենսափուլային ծեսերի ժամանակ կամ ընդհանրապես կարևոր իրադարձությունների ժամանակ մեր ժողովուրդը գորգ է օգտագործել։ Դժվար երկունք ունեցող կնոջը պառկացրել են գորգի վրա, որ հեշտ ազատվի, կամ օրինակ ամուլ կնոջը նստացրել են գորգի տորքի տակ եւ գորգը կտրելիս այնպես է նայել, որ գորգը վրան ընկնի, այդ հարվածը ինձ որ վրան ընկնի, որ այդ ուժով ինքը կարողանա պտղավորվել գորգի ուժով։ Ծանր հիվանդներին են վկայություններ կան, նույնիսկ պատմում է ժողովուրդը, ծանր հիվանդներին պառկացրել են գորգի վրա ու մեկ էլ տեսել են սկսել են լավ զգալ, այդպիսի պատմություններ են պատմում։ Ես սա նշում եմ ինչու, որ բոլոր դեպքերում եւ Կլեոպատրայի օրինակը որ բերեցիք, գորգի հետ նաեւ ֆիզիկական կոնտակտը եւ հանգուցյալին ճանապարհելու միևնույն ժամանակ եւ նորապսակների եւ տան մեջ գորգը պատին փակցնելու սովորույթը պատահական չի, տունը լցնել գորգի ուժով եւ այլն։ Այդ բոլորն իհարկե գիտակցված է արվել եւ նշանակություն է ունեցել։ Գալով կարմիրին, կարմիրը միանգամից պատասխանեմ, կարմիրը իգական ուժի եւ պտղատու ուժի սիմվոլն է։ Մեր ժողովրդի տարազից մի օրինակ բերեմ, մեր շատ վայրերում ընդունված էր, որ կարմիր գոգնոց, դե գիտեք, հայկական տարազի կարևորագույն բաղադրիչներից է գոգնոցը, չէ՞։ Այո։ Կարմիր գոգնոց, այո, անփոփող եւ փորը, չէ, կոնքը ընդգրկող։ Կարմիր գոգնոց կապում էին սեռահասուն դարձած աղջնակներին։
Այսինքն մինչև այդ տարիքը չէր թույլատրվում, երբ արդեն հասուն օրիորդ էր դարձել եւ պատրաստ էր արդեն ամուսնության, մայրության, կարմիր գոգնոց էին կապում։ Կամ սեռականության հետ է կապվում կարմիրը հետեւյալով։ Մի այդպիսի գոգնոցն է ընդհանրապես նաև կապվում սեռականության հետ։ Այսպիսի արտահայտություն կա, որ ասում են սիրուհու կամ սիրեկանի մոտ գնալ, ասում են գոգը գնալ։ Այդ ժողովրդական ասույթ կա այդպես, այսինքն կարմիր գոգնոցը, գոգը, սեռականությունը եւ կարմիրը որպես ուժի եւ պտղաբերության սիմվոլ։ Երկրորդը մեր ժողովուրդը գորգի կան վկայություններ, որ գորգի կարմիր հիմքին տափ է անվանում, այսինքն հող։ Ինչ է հողը։ Մայր հող, արգանդ, ընդերք, կենսունակ ուժ, այդ նույն արարչական ուժը, որի վրա արդեն որը իրենից բխեցնում եւ առաջացնում ծաղկում է մնացած բոլոր երևույթները, որոնք կարող են գոյություն ունենալ եւ ապահովել գոյություն։ Եվ ապահովել գոյություն, այո, եւ պաշտպանել հիմնական երկու էլեմենտները արարչություն, որը իգական սկիզբն է, նույնն է թե պտղաբերություն, որդեցնություն, լիություն, առատություն, հարստություն, ծաղկունք եւ այլն, սրանք էլ իրենց հերթին կարելի է բացել, եւ պաշտպանություն, որը առնական սկիզբն է։ Վիշապներն են, վահաններն են, այն հզոր ուժերը, ծանր հզոր ուժերը դա առնական ուժերն են։ Թրթրացող եւ տարածվող եւ բազմացող որակները դրանք իգական որակներն են։ Եվ հետեւաբար մեր գորգերը ունեն խմբեր կան, օրինակ բուսածաղկային կամ պտղաբերության զարդանախշերով եւ այլն, դրանք իգական են։ Վահանները եւ վիշապները առնական են, բայց այդ բոլորը կարմիր հիմքի վրա։ Մայր հողից ինչպես բոլորս ծնունդ ենք, չէ, առել եւ ապրում ենք մայր հողի վրա եւ սնվում ենք, ուժ ենք ստանում մայր հողից, այդպես մեր գորգի հիմքն է։ Եվ կարմիրն ընդհանրապես տարբեր եւ կրկնում եմ ասեղնագործության մեջ եւ տարազում եւ այլուր կարմիրը ունի պտղաբերության եւ իգական ուժի իգական կենսական ուժի որակը։ Հետաքրքիրն այն է, որ մենք գիտենք ինչ ենք դնում այդ կարմիրի խորհրդի մեջ, բայց դա թանկ է գնահատվել նաև օտարի կողմից։ Իրենք ինչից են կռահել, գույն է գայթակղել, թե ինչ որ ինտուիտիվ մի հարցով կողմնորոշվել են, որ սա թանկարժեք բան է։ Կարող է լինել եւ նա, եւ մյուսը, եւ գիտելիքը։ Ճանաչեն եւ գնահատեն։ Եվ կարմիրը, քանի որ նշեցի, կարմիրը միայն մեր ժողովրդի մոտ չի, այսպես իդեպ շնորհակալություն հարցի համար մի բան էլ ավելացնեմ։ Հնագույն քաղաքակրթությունների մշակույթները շատ ընդհանրություններ ունեն, որովհետև մեկ գիտելիքի տարբեր օջախներ է եղել, իհարկե, բայց մեկ գիտելիք եւ սերտ փոխառնչություններ։ Եվ այս պարագայում իհարկե մենք որպես հնագույն քաղաքակրթություններից մեկը ունենք ընդհանրություններ այլ հնագույն քաղաքակրթությունների մշակույթների հետ։ Օրինակ նույն առյուծի սիմվոլը, ցուլի սիմվոլը, արիական վեդայական մշակույթում ենք տեսնում օրինակ, կամ նույն կարմիր գույնը։ Եվ ընդհանրություններ շատ կա, բազմաթիվ, երբ ես սկսեցի կրոնի պատմություն ուսումնասիրել, կրոնագիտություն, ուղղակի այն ժամանակ կաղապարված էր միտքս եւ հայացքներս, շատ բացվեց հենց այդ ժամանակ, երբ այնքան ընդհանրություններ տեսա։ Սա մի այլ թեմա է իհարկե, մի այլ առիթով կարելի է զրուցել, շատ հետաքրքիր, հիմա չեմ տարածվի։ Այնքան ընդհանրություններ կա, այնքան կրկնվող պատմություններ, այնքան կրկնվող սիմվոլներ եւ այլն, որ հասկանում ես ամեն ինչ նույն ակունքից է եւ մեկ սկզբից է։ Եվ երբ ես գիտակցում ես, իդեպ այնքան հեշտ է դառնում ապրելը, երբ չկա այդ մշակութային հակամարտություն, խոսքս հետո առաջացած արհեստական ստեղծված մշակույթների եւ պետությունների մասին չի, այլ հնագույն քաղաքակրթությունների մասին է։ Իդեպ, երբ ես տեղեկություններ էի փնտրում հայկական գորգագործության մասին, միջազգային մամուլում ես հանդիպում էի առավելապես թուրքական եւ ադրբեջանական գորգագործության մասին նյութերի, նրանք հետևողականորեն եւ շատ համակարգված աշխատում են այս ուղղությամբ եւ գրեթե ոչինչ չհանդիպեցի հայկական գորգագործության մասին։ Ինչ է արվում այդ ուղղությամբ եւ ինչ համալիր քայլեր պիտի արվեն, որպեսզի հայկական գորգագործությունն իր արժանի տեղը զբաղեցնի համաշխարհային մշակութային քարտեզում։ Այդ երևույթը կոչվում է արտաքին մշակութային քաղաքականության իսպառ բացակայություն, գոնե գորգի ասպարեզում։ Շատ ենք լսել դեպքեր, ինչ պիտի արվի դեռ կանդրադառնամ, շատ ենք լսել, օրինակ մեր տարբեր պատվիրակություններ մշակութային, երբ արտասահմանում տարբեր երկրներում ներկա եղել, պատմել են ինչպիսի շքեղ տպագրված գրքերով եւ ինֆորմացիայով
ադրբեջանցիները գալիս են, թուրքերը, ադրբեջանցիները հատկապես 2020 թվականից առաջ հատկապես երբ այդ ավելի բան էին գալիս են ներկայացում են հատկապես Արցախյան գորգը, որը իդեպ Սյունիք Արցախյան դպրոցը հայկական գորգի դա մի մարգարիտ է։ Մարգարիտ չասեմ, ավելի չգիտեմ, բառեր չեմ գտնում, հրաշք է։ Եվ դրանք բոլորը հետևողականորեն գողացվում են։ Մենք շատ ենք ասել, գողացվում են։ Անհատները իրենցից կախված բոլոր միջոցները գործադրում են իրենց ամեն մեկ իր անելիքն անելու համար։ Աշխունչ Պողոսյանը անդուլ աշխատանք է տարել տասնամյակների վեր գորգագիտության ասպարեզում։ Անverջ խոսել է, ես ինչքան հիշում եմ, ինչքան ինտերվյուներ տալիս էր։ Համարյա հոդվածները կարդում եմ, հոդվածների մեջ երևի 5-ից 4 հոդվածում նշում է գորգի թանգարան, մենք գորգի թանգարան չունենք։ Մենք առայսօր չունենք գորգի թանգարան։ Մենք գորգագործության ակունքներում լինելով աշխարհի հայկական հնագույն գորգը Պազիրիկ գորգն է, աշխարհի հնագույն գորգերից մեկն է։ Մենք նման մշակույթ կրող լինելով մենք գորգի թանգարան չունենք։ Ինչ պետք է անել, կամ ես իմ գիտելիքների, ես էլ իմ գիտելիքի գործունեության շրջանակներում, այն է հանրային մշակութային կրթությունը, ես հնարավորինս ես էլ իմ ուժերի չափով եմ ինֆորմացիա փոխանցում հանրությանը, մյուսները էլի անում են, բայց դա անհատների իհարկե էլի շատ մեծ գործ է, բայց իդեպ առիթից օգտվելով նշեմ չշեղվելով, բոլորին մեր հեռուստադիտողին առաջարկում եմ նոր կայք կա ստեղծված artdiscovery.com, որտեղ զետեղված են մեր ոլորտի լավագույն մասնագետների, գիտնականների հանրային գիտահանրամատչելի դասախոսությունները։ Հիշեցի այդ մասին, քանի որ որոշեցի այդ մասին ասել, քանի որ Աշխունչ Պողոսյանի մասին խոսեցի, իր դասընթացը հայկական գորգի պատմության եւս կարելի է տեսնել, ինչպես նաեւ Տարազի մեր ազգագրագետ պատմական գիտությունների թեկնածու Սվետլանա Պողոսյանի Տարազի պատմություն, Կարինե Բազյանի գիտությունների թեկնածու ազգագրագետ Կարինե Բազյանի հայկական ասեղնագործության պատմություն, Միքայել Բադալյանի Ուրարտուի պատմություն եւ այլ դասընթացներ։ Մենք ստեղծել ենք, ես գեղարվեստական ղեկավարն եմ կայքի, ստեղծել ենք հարթակ, որտեղ կարելի է ստանալ գիտահեն կամ գիտական ինֆորմացիա, մաքուր գիտական ինֆորմացիա վստահելի, այսպես ասած առաջին ձեռքից վստահելի ձեռքերից։ Եվ վերադառնալով նշեմ, ինչու հիշեցի, որտեղ շատ է այդ շրջան, դա եւս գործունեության ձև է, դա եւս գորգի մասին ինֆորմացիան։ Մենք իհարկե հակված ենք մեր հանրության շրջանում ինքնաճանաչության համար, չէ, հայրենաճանաչության համար եւ այլն, բայց արտաքին մշակութային քաղաքականություն դա իհարկե պետությունը պիտի իրականացնի նախ եւ առաջ։ Կամ գոնե պետությունը պիտի օգնի մասնագետներին հավաքի իրար գլուխ գործունեությունը որոշեն եւ իրականացնեն, որը չի արվել մինչեւ հիմա։ Մենք ասում ենք, մենք նույնիսկ մինչեւ հիմա չունենք գորգի թանգարան, մենք չունենք մի կենտրոն, որը զբաղվում է կզբաղվեր գորգի հիմնարար ուսումնասիրությամբ խմբակային աշխատանքով, տարբեր մասնագետների ուժերի համադրությամբ եւ տեղեկացնել արտաքին աշխարհին դա եղել է անհատների կրկնում եմ մակարդակով եւ դա իհարկե չի կարող տալ այն արդյունքը, չի կարող տալ այնինչ, իսկ իրենց պարագայում դա պետական քաղաքականություն է։ Չեղած տեղից մշակույթ է ստեղծում։ Այո։ Իսկ մենք մեր ունեցածը աշխարհին չենք տեղեկացնում։ Մի օրինակ բերեմ, գորգի հետ կապ չունի, բայց ժողովրդական մշակույթի մեկ այլ ոլորտի հետ կապ ունի, հայկական խոհանոցի, տոլմայի։ Այո։ Տոլմայի անցած ճանապարհը դուք գիտեք, բոլորը շատ լավ երկար չպատմեմ։ Մի օր մի հոդված եմ հանդիպում, ադրբեջանական ինչ-որ մի հեղինակի, թե ինչ-որ մի, չգիտեմ ում, որտեղ, բայց մինչև այդ հոդվածը ներկայացնելը մի ուրիշ օրինակ բերեմ։ Կա մի մեծ պատմաբան, Վիլյամ Պախլյոպկին անունով, որը ուսումնասիրել է խորհրդային երկրների խոհանոցների պատմությունը, որտեղ սևով սպիտակի վրա նշում է, որ հայկական խոհանոցը, երբ Անդրկովկասի երկրների խոհանոցները Ադրբեջան, Վրաստան, Հայաստան հատկապես այդ երեք պետություններն է համադրության մեջ դնում, համեմատում, նշում է, որ հայկական խոհանոցը ամենահինն է բոլորից, հիմնավորում է, որ ժամանակատար է, ամեն մի ուտեստ, երկար մշակման է ենթարկվում եւ այլն, ամենահինն է, որովհետեւ ամենահին ժողովուրդն է նստակյաց եւ այլն եւ օրինակ է բերում եւ շատ է տվել ուտեստներ, խորտիկներ այլ իր հարևան երկրների, ինչպես օրինակ տոլման։ Սևով սպիտակի վրա նշում է, ես իմ բառերով եմ ասում, ոչ ուղիղ մեջբերումը։
Մեկ էլ հոդված եմ հանդիպում, որ նշվում է, որ տոլման ադրբեջանական է եւ այդ մասին խոսել է սովետական մեծ պատմաբան Վիլյամ Պախլյոպկինը։ Ու տակը հղում է դրված։ Ես քաջ գիտեմ Պախլյոպկինի տեսակետը։ Հղման վրա կլիկ եմ անում, տանում է դատարկ տեղ։ Հաշվարկի արված են բանի վրա, տեսեք, այնպես ինչպես սուտը կամ չգիտեմ կեղծիքը ինչպես կիրառվում է նման դեպքերում, այդ գործիքները կիրառված են եւ հաշվարկը արված է այնպես, որ լայն հանրության, այսպես օկտատեր սովորական միջին ստատիստիկ օկտատերը Չի սեղմի, չի գնա, հետեւողական չի լի կամ տեսնելուց հետո մի հատ կասի այ դուք զրոթափ կտա կգնա, այնինչ տեքստը մնաց շատերի գիտակցության մեջ տպվեց, որ տոլման ադրբեջանական է։ Եվ այս դեպքում նման փոքր ու մեծ գործիքներով ահեղ պատերազմ է մղվում, եւ ես պիտի ասեմ, պիտի սկսվել է պատերազմը հենց մշակույթի դաշտում, շատ ավելի վաղ, իմ ընկալմամբ։ Այո։ Եվ մենք ես դրան անվանում եմ երևի չափազանց ինքնաբավ ենք եղել, մեր դափնիների վրա հանգիստ պարկած, դե մենք այդպես հարուստ մշակույթի կրող ենք, ապացուցելու ոչ մի բան չունենք, ցույց տալու ոչ մի բան չունենք։ Ես հիշում եմ շատ երկար կարելի այդ մասին խոսել, տարիներ առաջ 2006 կամ 7 թվականներ հաղարծինում էինք արվեստագետ ճարտարապետ ընկերների հետ եւ ճարտարապետ ընկերներից մեկն ասաց, գիտեք, ծիծաղելով էսպիսի բան է սկսել ասել, թե իբր թե իրենք նախ քրիստոնյա են եղել, դրա համար են եկեղեցիներ են կառուցել Արցախի տարածքում, հետո մահմեդականություն են ընդունել։ Մենք զվարճացանք, ծիծաղեցինք, բայց հետո հիմա կռիվ ենք տալիս, որ ապացուցենք, որ մեր եկեղեցիներն իրենց գրերով մերն են։ Եվ նմանատիպ գործողությունները մանր բերում են հենց այդ հարցակումներին, մեկ է տեսնում ես աննկատ, այդ բորբոսը պատեց, օղակը սեղմվեց ու չենք կարողանում դուրս գալ։ Դրա համար պետք է պատշաճ կերպով նախ եւ առաջ իմ գնահատմամբ մեր հանրությունը նախ ճանաչի իր ունեցածը, ինքնաճանաչ լինի եւ հայրենաճանաչ լինի։ Մեր խնդիրներից գլխավորը նաեւ այն է, ովքեր են այդ քաղաքականություն իրականացնողները, մենք ենք, չէ՞ էլի։ Այո։ Իդեպ դուք շատ շնորհակալ գործ եք անում այդ դասընթացները, որ կազմակերպում եք, պատմելով, տեղեկացնելով, հիշեցնելով, լուսավորելով ոչ միայն հայկական գորգագործության մշակույթի առհասարակ ազգային մշակույթի մասին, եւ հետաքրքիր է իմանալ ինչի վրա եք առավելապես շեշտը դնում, տեղեկացնելու, պատմելու, հիշեցնելու, թե արթնացնելու։ Եվ նաև երրորդը ինչուներին պատասխանելու։ Ինչու է վիշապը հայ վիշապ եւ տարբերվում չինական եւ արևմտաեվրոպական վիշապից։ Ինչու է գորգը հայկական, մի փոքր այդ մասին այսօր ինչքան ժամանակը թույլ տվեց խոսեցինք։ Ինչու է հայկական գորգը տարբերվում մյուս ժողովուրդների գորգերից, այն որ գիտենք տարբերում է։ Ինչու՞մն է մեր որակները։ Բացի փաստը նշելուց ինչուները պետք է հասկանալ, որ էության մեջ երևույթի ընկղմվել եւ դրանից դուրս բերել այն ինֆորմացիան, որը պետք է մեր ողնաշարը ուղղելու համար, որովհետեւ մենք այսօր դրա կարիքը շատ ունենք եւ դա կենսական անհրաժեշտության երևույթ է բոլոր ժամանակներում։ Ինքնաճանաչություն, սեփական որակների գիտակցություն, սեփական զորության գիտակցություն եւ վախի բացակայություն արտաքին մոլորություններից, այո, մարտահրավերներից։ Դրա համար նախ եւ առաջ մենք պետք է մեր ինքնությունը ճանաչենք, իսկ մենք ունենք այն որակները, որ կարող ենք այդ մարտահրավերներին դիմակայել, շատ մեղմ ասած։ Մեր ինքնությունը ճանաչենք եւ տեր լինենք ինքներս մեզ նախ եւ առաջ եւ մեր ունեցածին եւ մեր հողին։ Տիկին Հակոբյան, շատ շնորհակալ եմ, շատ կարևոր զրույցի համար։ Շնորհակալ եմ հնարավորության համար։ Արևելյան գորգագործության մեջ այսպիսի ավանդույթ կար. վարպետները գորգը գործելիս դիտմամբ ինչ որ շեղում կամ սխալ էին թույլ տալիս, որովհետև նրանց պատկերացումներում կատարյալ կարող է լինել միայն Աստված։ Հայկական գորգագործության մշակույթում այսպիսի ավանդույթ չի եղել եւ մեր վարպետները չեն խուսափել կատարյալ ստեղծագործության հեռանկարից։ Շնորհակալություն, կհանդիպենք։